Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Այսօրվան ավետարանի ընթերցումը, ինչպես բոլոր անոնք, որոնք եկեղեցի կգտնվեին այդ ժամանակ, դեսան, որ շատ հետաքրքրական հասարակած լբադակ մը կհետապնդեն։ Բոլորը պիտի չգարթամ ցեզի, բայց եւ այնպես առաջին բաժինը բարդ կսկամ այստեղ հիշեցնելու անգամ ևս, որովհետեւ այսօրվա ավետարանի ընթերցումի մեջ այնքան գեղեցիկ թաղված կգտնենք այնտեղ հարստություն հոգևոր, որուն այսօր մենք ավելի քան երբևէ գարիք ունենք։ Շատ մաքսավորներ եւ մեղավորներ Հիսուսի գուքային զինք լսելու համար։ Շատ մեղավորներ եւ մաքսավորներ գուքային Հիսուսը լսելու։ Փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները սակայն դրդնչալ սկսան դրդնչալ լսելով։ Ինչպես կլա որ այս մարդը մեղավորները կընդունի եւ անոնց հետ կճաշե։ Հիսուս հետևյալ առակը պատմեց անոնց։ Հիսուս սիրելիներ, փամը չսեր ըսելու սիրույն, ի դարբերություն մարդկանց, փամը չսեր ըսելու, խոսելու, արտահայտվելու սիրույն։ Երբ գխոսի, երբ գսե, նպատակով գսե եւ պատկամը կփոխանցե։ Եվ որովհետեւ այդ ժամանակի օրինակ շատ ավելի համեստ մագարտակ ունեին մարդիկ ընդհանրապես, Հիսուս հետևաբար գարիքը կսկար պատմվածքներով, պատմություններով, երկնային, փրկչական ճշմարտությունը փոխանցելու։ Եվ այս է առակը Հիսուս կսե։ Ենթադրենք, որ ցեզ մեկը 100 ոչխար ունի։ Երբ անոնց մեկը գործընծնե, չի ցկել 99 արոդավայրի մեջ եւ չեր թար գործվածին յետևել, մինչեւ որ գտնե զայն։ Եվ երբ գտնե, ուրախությամբ իր ուսերուն վրա գտնե եւ դուն գթարնա։ Կգանչե իր բարեկամներն ու թռացիները եւ գսե անոնց ուրախացեք ինձի հետ, որովհետեւ գործված ոչխարս կդա։ Երկրորդ առակը թրամի առակն է։ Գամ ենթադրենք գսե Հիսուս, թե գիմը 10 արծաթ թահեգան ունի։ Երբ անոնց մեկը գործընծնե, ջրակը չի վարեր եւ դունը ուշադրությամբ չավլեր, մինչև որ թահեգանը գտնե, եւ երբ գտնե, կգանչե իր բարեկամներն ու թռացիներ եւ գսե անոնց ուրախացեք ինձի հետ, որովհետեւ գործընծուցած թահեգանս կդա։ Երրորդ առակը ցեզի շատ զանոթ, որ առակն է, անարակ որդիի առակը։ Այդ բոլոր պատմվածքին հիմքը ինչ է, որ զավակը որդին իր ունեցածը կմսխե, իր դան, իր հոր դան մեջ ունեցածը մեկ կողմ կնետե եւ գերթա իր կյանքը գաբրի, բայց եւ այնպես կանտրատարնա, որ մսխած է իր ունեցած եւ իր կյանքը, գուզե ամոթով վերադառնալ հոր տունը։ Եվ հայրը ինչ կնե, երբ կտեսնե զինքերվեն գերթա եւ ուրախությամբ կփաթվի անոր վզին, եւ ինչ կնե, ուրախություն կսարքե, թռացիները կգանչե, բարեկամները կգանչե եւ ուրախություն կսարքե, կպատրաստե իր գտնված զավակին համար։ Մենք երբ որ ավետարանը կգարթանք, այս էջը կգարթանք, վստահ եմ որ ուշադրություն չենք դարձնել, որ ահա վասիկ այս առակները
իրարու կապված են եւ մեկ հասարակած պատկան ունեն։ Փամը գործված է գտնվի եւ այդ գտնվելուն համար ուրախություն կգադարվի։ Հիմա Հիսուս այս բոլորը ինչու բախմեց։ Ետ կվերաթարնանք առաջին դողերում։ Շատ մաքսավորներ եւ մեղավորներ Հիսուսի կուքային զինք լսելու համար։ Փարիսեցիներն եւ օրենքի ուսուցիչները սկսան դրդնչալ լսելով։ Ինչպես կրնա որ այս մարդը մեղավորները կընդունի եւ անոնց հետ կճաշի։ Գտեսնեք սիրելի հավատացյալներ, խոսքը Հիսուս կգադարի որոնց ուղված սաբես կոչված օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն, որոնք իրենց չէին նկատեր գործվածներ, այլ կնկատեին Աստծո զավակ, ուղիղ ճանապարհի մեջ գտնվողներ։ Եվ չէին ուզեր տեսնել, որ Հիսուս մեկում լքվածին, զրկվածին, դգարին, սաբես կոչված մեղավորին եւ կամ մաքսավորին հետ նստի եւ ջաշե եւ ուրախանա։ Բայց Հիսուս այս առակները պատմելով իրենց ինչ կսե։ Գսե որ երկնավոր հայրը երկնքի մեջ գուրախանա, երբ որ երկրի վրա գործվածը գվերաթարնա։ Եվ Աստծո որդին այդ նույն պատկերով, այնինչ որ երկնքի մեջ գաբրվի, երկրի վրա գաբրի, ցուցադրելով, ցույց տալով կամ արդացոլացնելով երկնայինը երկրի վրա։ Այսինքն Աստծո որդին չեր գրնար անդարբեր գտնվիլ, չուրախանալ բոլոր անոնց համար, գործվածներուն համար, մեղավորներուն համար, հիվանդներուն համար, զրկվածներուն համար, որոնք այսօր Քրիստոսով փրկությունը տեսան եւ շոշափեցին։ Փնակրի մեջ, հունարեն փնակրի մեջ, երբ որ կգարթանք այն բաժինը, որ գսե ոչխարի մասին կանտրաթարնա, հովիվին մասին կանտրաթարնա, թողլով 99 գնալու մեկի հետևեն, այդտեղ հեքնական ոչ մգրնակ տեսնել ուղված օրենքի ուսուցիչներուն, ուղված փարիսեցիին, որ կավլիցի որ թուք այդ գործվածներ են ընակ։ Հիսուս կհեքներ զանոնք, որովհետև թշվախտապար փարիսեցիները եւ օրենքի ուսուցիչները գույրեր էին կատարյալ։ Չէին գրնար անդրադառնալ, որ անոնք չեն գրծած ներթափանցել Աստծո ճշմարտության։ Չէին գրնար անդրադառնալ, որ իրենք ուղիղ ճանապարհի մեջ չէին եւ փոխանակ տեսնեին իրենց մերգությունը հոգեվոր, գայբանեին Հիսուսը, որ ճշմարիտ ճանապարհի մեջ է։ Այլ նույնքն ինքն էր ճշմարտության ճանապարհը, աղբյուրը ճշմարտության։ Եվ երբ Հիսուս այս առակները գսե իրենց, նաև այդ առակները գսե ոչ թե միայն այդ ժամանակվա մարդուն համար, դժբախտաբար նաև այսօրվան մարդուն համար։ Ճիշտ է, որ փարիսեցիներ չկան այլևս։ Ճիշտ է, որ օրենքի ուսուցիչներու տասագարկ գոյություն չունի այլևս։ Բայց շագերտյալ օրենքի ուսուցիչներ եւ փարիսեցիներ նաեւ մեծ թիվով, մեծ քանակությամբ գողողեն մեր շրջանակներ եւ մեր եկեղեցիները, որոնք գույրեր են հոգեվոր բացարիք կերպով, որոնք չեն գրնար ներթափանցել Աստծո ճշմարտության մեջ գսվաղին գեղևներով, չեն գրնար գեղևը մեկ կողմ տնել, որպեսի խորանան Աստծո ճշմարտության մեջ։ Չեն գրնար տեսնել եւ լսել ճշմարտությունը, որովհետեւ այնքան ամբարդավանությամբ իրենց համոզած են, որ իրենք արդեն ճշմարտության մեջ են, ինչպես կնեին փարիսեցիները ժամանակին։ Չեն գրնար այս մարդիկը ընդունել, որ դգարնա
զրկվածնալ, հիվանդնալ, անգարնալ, մեղավորնալ, նույնքան իրավունք ունին Աստծո սեղանագից դառնալու։ Աս եթե սեվենք, որ մարդիկ կան, որ հիվանդ չեն, բայց միթե ով կա, որ հիվանդ չէ, հոգևոր առում։ Միթե ով կա, որ գրնա ասել, բացի այդ գույրերեն, որ մենք գարիքը չունենք այլևս ավելորդ բաներու, մենք ուղիղ ճանապարհի մեջ ենք, եւ մենք գարիքը չունենք սրբակրվելու։ Մենք ամեն բան գիտենք։ Մենք հասած ենք հոն, ուր ուզենք հասնել, կամ այդ ճանապարհի մեջ ենք։ Եթե սուրբերը եւ այդ սուրբերու գլուխը գտնվող ճշմարիտ Աստվածը, սրբության աղբյուրը Հիսուս Քրիստոս, եթե մեկ կարևոր բան մեզի կսորվեցնե, այդ ալ խոնարհությունն է եւ սերն է։ Սերը ամենամեծ բադվիրանն է գսե մեր Տերը, որովհետև սերեն մղված, եթե մենք սեր ունենք մեր մեջ, մենք կլանք խոնար մեր նմանին նկատմամբ։ Մենք կլանք խոնար Աստծո առջև, որովհետև կանցաթարնանք անոր մեծության եւ հսկայության, եւ մենք մեզի գնայինք, կանցաթարնանք եւ կտեսնենք մեր փոքրությունը եւ մեր բստիկությունը եւ մեր ոչնչությունը։ Ինչի համար կհբարդանանք։ Ինչի համար մենք մեզ կտեսնենք։ Ինչի համար մենք մեզ գլխակիր արդարներ կնկատենք։ Ո՞վ ենք մենք։ Մեր բոլոր ունեցվածքով հանդերձ, մեր վկայականներով հանդերձ, մեր ուժով, մեր թիրքերով, մեր բաշտոններով հանդերձ, ով ենք մենք, եթե ոչ հողի գդորմը, որ գշարժի դագավին, բայց ժամանակը պիտի կա այդ հողը պիտի ինա եւ հողին դակ թրվի, ամենումս, աղկադին կամ հարուստին, դգարին կամ զորավորին, մեծին կամ փոքրին մեզ։ Պատմությունը պատմեմ, որ անցնող շաբթվա ընթացքին հետս կատարվեցավ։ Թերևս ոմանք պիտեսեն հայ սուրբը գերևի գլուխը բաղ արած է, ինչու այս պատմությունը կպատմեմ մեզ հիմա։ Անցնող շաբթվա ընթացքին մեր եկեղեցու քահանահայրերը, սարգսակները եւ պաշտոնյաները դարեթարցի սարիտով բզդիկ ուրախություն մսարկած էին, բայց ինձի անշուշտ տեղյակ չէին բահած։ Եվ այդ ուրախությունը պատրաստած էին մեր սարգսակները մեկուն տան մեջ։ Ես կացի ամենայն անմեղությամբ եւ այդտեղ մասնագից դարձա ինձի համար պատրաստված ուրախության։ Քանի մի ժամ հետո թրացիներեն մեկը կքանքադի դան մեջ եղող աղմուկին համար։ Ուրեմն կստիպվենք այդ ուրախությունը շուտով փակել եւ վերադառնալ մեր տները։ Հիմա ինչու կսեմ այս մեկը։ Փարիսեցիները այդ թրացիներն են, որոնք տեղյակ չեն թե նախ ինչու գելլե այդ ուրախություն, ինչու գելլե այդ աղմուկը, այդ ուրախությունը Հիսուսին հետ։ Ինչու այս մարդիկը մեղավորները հավաքված են Քրիստոսի 4 կողմը, սեղանագից են իրեն, գուրախանան, գխնդան եւ թերևս ալ գբարեն, իրենց ուրախութեն են։ Չեն հասկնար եղածը, որովհետև մաս չեն գազ մեր հադոր։ Չեն գրնար հանդուրժել եղածը։ Մենք հետևաբար սիրելիներ չլանք այդ թրացիներուն մեզ, որոնք որովհետև մաս եւ բաժին չեն այդ ուրախության, չեն գրնար հանդուրժել, չեն գրնար հասկնալ եւ չեն գրնար ընդունել այդ ուրախությունը։ Հիսուս այդ է որ մեզի գսե։ Եթե մենք Աստծո ժողովուրդն ենք, ինքնաբերաբար հետևաբար պիտի մասնագից դառնանք իր ուրախության, որոնց հետ թրամ ունեցողին հետ, մեծամեծին հետ, պաշտոն ունեցողին հետ, ավետարանը մեզի ուրիշ բան գսե, երանի, որոնց երանի, միշտ դգարին, որովհետև հարուստները Հիսուսի ժամանակ եւ այսօր բացառությունները հարկելով անշուշտ
Երբ կտեսնեին Հիսուսի շարժումը, որ կգադարվեր, այս աշխուժությունը, որ գա, գսեին այս ինչ աբուշ բան է։ Ինչ կարիք ունենք մենք այս ավելորդափանություններում։ Մենք հանգիստ ենք, խաղաղ ենք, ուրախ ենք, ունենք մեզի պետք եղած բաները, բայց դգարներ, զրկվածներ, մեղավորներ, որ գիտեր արժեք այդ շարժումին, այդ դգարներ, որ գուրախանար, երբ սեղանագից կդառնար մեծ վարդապետին, այդ մեղավորներ, որ երբ Հիսուս իրեն գսեր, Հիսուս քեզ, Աստված քեզ գսիրե եւ հետեւաբար սեղանագից եղիր իրեն, այդ խեղճն էր, որ ադոր արժեքը կճանչնար։ Մյուսը, հարուստը, մեծամեծը, ինք իր դան մեջ, բալադին մեջ, ուրիշ թագավորներու հետ կճաշե եւ ուրախանա։ Բայց այդ խեղճն էր, որ արժեքը գիտեր Հիսուսի սարքած սեղանին եւ անոր դժմարության։ Հետևաբար սիրելիներ, այսօր ինչ կնենք մենք գիրագի օրով այստեղ գալով։ Հիսուսի սեղանին մասնագից կդառնանք։ Անոր համար վարակյունները չպետք է կոչվին, բայց ադի ուրիշ հարց։ Եկեղեցի գուքանք սեղանագից դառնալու Քրիստոսի։ Հիսուս ինձի քեզի մյուսին դսե որ այնքան ադեմ որ պատրաստ ես Աստծո հետ լալ, Աստված քեզ գտնունի, պատրաստ է ողջակուրվելու քեզի, փապտվելու քեզի, համբուրելու քեզ, գտնունի քեզ, քո ամբողջությամբ, բայց միայն պատրաստ եղիր դառնալու Աստծո։ Մարդիկ կսիրեն ապաշխարություն բառը լսելը, ահա գսեմ ցեզի, ապաշխարություն։ Անոնք, որոնք Աստծո գթառնան, ինչ կացության մեջ եղած լան, Աստված զիրեն կընդունի, ինչպես ընդունեց իր երկրի վրա ճշմարիտ պատկերը Հիսուսն հազողրեցին։ Հետևաբար, նույն պատկամը նաև կդրվի մեզի, որպես Քրիստոսի հետևողներ, թուքալ պիտի ընդունիք մեղավորները, թուքալ պիտի ընդունիք զրկվածները, թուքալ պիտի ընդունիք փոքրերը, համբերադար պիտի ըլլաք, սիրող պիտի ըլլաք, ընդունող պիտի ըլլաք, այլամեջ պիտի չըլլաք, ամփարդավան պիտի չըլլաք, թուք ցեզ մյուսներեն ավելի կարևոր կամ ավելի մեծ պիտի չնկատեք, որովհետև մեծ չեք։ Թող որ Աստծո ճշմարտությունը եւ Սուրբ Հոգին սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, թող որ Աստծո ավետարանը իրագործվի մեր կյանքի մեջ, այստեղ գրված նախատասությունները չմնան միմիայն քարոզի սահմաններու մեջ, միայն շրթներով զասված չփարապանենք, միայն եկեղեցի ժամանակ չէ, որ Աստծո մասին պիտի խորհենք, մեր փրկության մասին պիտի մտածենք, այլ մնայուն կյանքի գերբար թող դառնա Աստված մեր կյանքի մեջ։ Մեզի տեսնողը թողոսե իսկապես սարմացած, որ այս մարդը ինչ հոգիով գարաչնորդվի։ Այս մարդը ինչպիսի նկարակի ունի, որ զրկյալին առաջնահերթություն կուտա, որ մեղավորին ավելի արժեք կուտա, գնդունի, գսիրե, թեև գսրփակրե, բայց եւ այնպես կընդունի։ Հիվանդին դեր գթառնա, աղկադին գոքնե եւ գոժանթագե, իր նմանը, իր թրացին համարժեք կընդունի իրեն հետ։ Հետևաբար, մեր աղոթքն է արփարցյանն Աստված, որ այս պահեցողության օրերում իր երկնային եւ փրկչական ճշմարտությունը մեր բոլորի մտքին եւ հոգի մեջ այնպես արմատավորվի, որ այլևս չխոդորինք աճ եւ ցավ, չխաբվինք չագերտյալ արժեքները, չխաբվինք չար մարդոցմե, չարիքեն եւ չարեն, այլ մնանք ուղիղ մեր ճանապարհի մեջ, նմանելով ավելի եւ ավելի մեր Տիրոջ Հիսուս Նազովրեցիին, ըլլալով ավելի լավ մարդ
ավելի սիրող, ավելի համբերադար, ավելի ողորմած, ավելի ընդունակ նման օրու մեր առաջնորդին եւ մեր փրկչին եւ մեր Աստծուին, որուն միայն գվայել է փառքը, իշխանությունն ու պատիվը այժմ եւ միշտ Դավիթյանս հավիտենից ամեն։